Հոգևոր կյանքը հավատքի կյանք է։ Կարելիների ու չի կարելիների կյանք չի սիրելիներ։ Հավատքն է կարելիներն ու չի կարելիները կարգավորում մարդի կյանքում։ Հավատքի ուժով կատարվում է մարդի կյանքում օրենքի պահանջները, մարդի կյանքում հայտնվել է Աստծո օրենքը, եւ օրենքը ունի իր պահանջները, եւ մարդը իր ամբողջ ուժերը լարել է տարբեր հնարքներով, տարբեր մեթոդներով, տարբեր ճանապարհներով, ընդཐུպ հասել են ճգնավորության, որպեսզի օրենքի պահանջները կատարեն եւ հասնեն Աստծուն, հաճելի լինեն, արդարանան, բայց կյանքը ցույց է տալիս, որ անգամ ճգնավորությունը սարերում, քարանձավներում, անտառներում նորից նույնպես մեղքի ազատագրման հարցը մարդի կյանքում չի կարողանում լուծել։ Եթե ինչ որ հնարքով մարդը կարողանար մեղքի հարցը լուծել, հավատքի հայտնվելը անիմաստ էր։ Քրիստոսի աշխարհ գալը իմաստ չուներ։ Քրիստոսի հայտնությունը մարդի անկարողությունն է ցույց տալիս։ Եվ այսօր շատերը հավատքի հայտնություն չունենալով, այս ճշմարտությունը չճանաչելով, սիրելիներ, օրենքի ճանապարհով են ուզում հոգևոր կյանքը կարգավորեն իրենց կյանքում, թե արդարանալ, թե արժանի լինել, թե խոստումներին հասնել, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ գոց է, այսինքն փակ է, բայց քանի որ հավատքը չէր եկած, օրենքի տակ գոցված կպահվեինք։ Փակ է, դա չի ճանապարհը։ Հիսուսն ասեց, որ ճանապարհը ինքն է հոր մոտ գնալու, հորը մոտենալու, այսինքն Աստծո խոսքին հաստատ հավատալն է։ Աստծո օրենքի պահանջները պետք է կատարվի մարդի կյանքում, բայց հավատքի ուժով, ոչ թե մեր մեթոդներով, հնարքներով, հավատքի ուժով։ Երբ որ դու հավատում ես, ճանաչելով մեղքի կյանքը որպես աղտոտ, կեղտոտ այդ աղբանոցը եւ Աստծո խոսքով ապրելու կյանքը հավիտենական կյանք, այդ հավատքն է քեզի փրկում։ Քո հավատքը քեզ փրկեց։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Հավատում եմ, որ կյանքը Աստծո խոսքով ապրելն է, Տեր Հիսուսն է։